Մինչև նորընտիր խորհրդարանի առաջին նիստում առանցքային հարցեր ուր են 300,000 ադրբեջանցիները ու մինչև իշխանական ֆրակցիայից ընդդիմադիրներին նույնիսկ խոստացան մենք ձեր քթից ենք բերելու 300,000 ադրբեջանցիներին հատ-հատ, Ադրբեջանի ծավալապաշտական ախորժակը օր-օրի ավելի է ահագնանում։ Այդ երկիրը արևմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների վերադարձի հարցը հռչակել է ազգային առաջնահերթություն։ Պնդում են, թե 1980-90-ականներին Հայաստանից իբր 300,000 ադրբեջանցի է վտարվել եւ պահանջում են պայմաններ ստեղծել նրանց վերադարձի համար։ Երբ Ալիևի ուղեղը սկսեց գեներացնել այս մտագարությունը, մասնագետներն ասում են, երբ 2022-ի հոկտեմբերի 6-ին հայկական կողմը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, 2 ամիս անց դեկտեմբերին Ալիևը արևմտյան Ադրբեջանի համայնք կոչված կազմակերպության հետ հանդիպմանը հայտարարեց վերադարձի մասին։ Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը, բայց մենք չպետք է ժամանակ վատնենք, պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ։ Եվ որքան էլ հիմա պնդումներն են ասպարեզում, թե ադրբեջանցիները վերադարձի թեման առաջ են բերում ի պատասխան արցախահայության վերադարձի իրավունքի մասին հայտարարությունների, փաստացի պաշտոնական Բաքուն այս խոսույթը սկսել է ակտիվորեն շրջանառել դեռևս 2022-ից։ 2024-ի դեկտեմբերի 18-ին ռուսական Ռոսիա պետական հեռուստաընկերությանը եւ ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում նա այս թեման ավելի զարգացրեց, իրենց պատմական հողերն անվանելով հայկական ինքնիշխան տարածքները։ 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների համայնքը, որի կազմում մոտ 300,000 մարդ կա, պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը խնդրելով իրենց համար եւս ստեղծել վերադարձի եւ արդեն Հայաստանում վերաինտեգրման պայմաններ։ Այն, որ նրանք 90-ականների սկզբին արտաքսվել են այնտեղից, չի նշանակում, թե կորցրել են վերադառնալու իրավունքը։ Մենք մինչև օրս Հայաստանի ղեկավարությունից պատասխան չենք ստացել, թե ինչպես են պատկերացնում ադրբեջանցիների վերաինտեգրումը իրենց պատմական հողերում։ Եվ հիմա էլ Ալիևի աշխատակազմից ուղիղ ֆինանսավորվող այս քարոզչությունը ամեն օր նոր թափ է առնում։ 2026 թվականի հունիսի 22-ին Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը վերադարձ պատմական արմատներին խորագրով մի հավաք էին կազմակերպել Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանում, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացնում էին որպես Արևմտյան Ադրբեջան, պլանավորում, որ վերադառնալու են եւ հաջորդ հավաքը Հայաստանի տարածքում են անցկացնելու։ Հունիսի 18-19-ին էլ վերադարձ Արևմտյան Ադրբեջան էին անվանել ցուցահանդեսը, որ կազմակերպել էին Նախիջևանի Օրդուբադ քաղաքում։ Այստեղ ադրբեջանցիները ոչ միայն իրենց վերադարձի ցանկությունից խոսեցին, այլև պահանջներ, նույնիսկ սպառնալիքներ հնչեցրին Երևանի հասցեին։ Հոխորտում էին Ղարաբաղից հետո հաջորդ նպատակը Զանգեզուրն է։ Նրանց ազգային ժողովի փոխնախագահ Զիաֆետ Ասկերովը ուղիղ ձևակերպեց իրենց նպատակադրումը։ Խոսքը պարզապես մեր հողերը վերադառնալու, այնտեղ ապրելու, նախկինների հայրենի բնակավայրերը վերադառնալու եւ մեր կյանքը շարունակելու մասին է։ Մի այսպիսի միջոցառում էլ հունիսի 24-ին էին տարել Վաշինգտոն ԱՄՆ կոնգրես ու վերնագրել վերադարձի իրավունք եւ ինքնորոշում կրկնակի չափանիշներ եւ ընտրողական մոտեցումներ։ Այսինքն հակահայկական այս ծրագիրը խաղաղություն խաղացող Բաքուն առաջ է մղում պետական մակարդակով, չլսել, չտեսնել ու իգնոր անել այս նարատիվը, թե միջոցներ ձեռնարկել դրա դեմն առնելու համար, հատկապես երբ ձգտում են այն ավելի ինստիտուցիոնալ դարձնել։ Ցավոք սրտի Ադրբեջանում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեման իր նաև վերադարձի բաղադրիչով ոչ միայն փակված չէ, այլ ընդհակառակը ամեն օր ընդունում է ել ավելի մեծ, ավելի հիմնավոր եւ ավելի ինստիտուցիոնալ բնույթ։ Եվ սա դրսևորում ունի եւ Ադրբեջանի ներսում, եւ Ադրբեջանի տարածքից դուրս։ Պատահական չէ, որ ցավոք սրտի վերջին տարիներին այս արհեստական Արևմտյան Ադրբեջան համայնքի ներկայացուցիչների հետ արդեն հանդիպում են օրինակ Եվրամիության ներկայացուցիչները, իսկ այս արևմտյան ադրբեջանցիների խնդիրներով սկսում են զբաղվել ՄԱԿ-ի որոշ մարմինները։ Պաշտոնական Բաքուն ահռելի ռեսուրսներ է ուղղում այս զավթողական օրակարգի կենսագործմանը, ըստ էության հոդս ցնդեցնելով հայկական կողմի նարատիվը, թե ֆեյք մտածածին հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա եւ չի լինելու։ Ալիևը ռեժիմով է իր այս սև գործին լծվել, այնպես որ գլուխը պատին տալով հարցը չես լուծի։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։